The point is really ընկերներ, դուք հենման կետում եք։ Հենման կետում այսօր ես շատ զարմանալի հյուր ունեմ։ Եվ ուզում եմ միանգամից նրան ներկայացնել առանց թվարկելու նրա բազում կոչումները, որոնք վաստակել է իր ապրած կյանքով եւ վաստակել է հրաշալի ապրած կյանքով։ Բարի լինի ձեր մուտքը մեր ստուդիա։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես ուզում եմ, որ մենք այսօր խոսենք, պարոն Բաբայան, ոչ այնքան քաղաքական, ինչքան մերձ քաղաքական խնդիրներից։ Գիտեք, ես շատ երկար եմ մտածել, թե ինչ կատարվեց մեր բոլորի հետ եւ ինչու Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց այս պայթյունավտանգ մթնոլորտը։ Արդյոք մենք բոլորս դարձել ենք ինչ-որ անտեսանելի մեկի ձեռքին լարովի տիկնիկներ, խամաճիկներ, եւ ով է մեզնով այդ պարագայում խաղում։ Շնորհակալություն։ Երևի ձեր տված հարցը յուրաքանչյուրս ինքներս մեզ տալիս ենք ժամանակ առ ժամանակ, փորձում ենք գտնել պատասխաններ, հետո միգուցե հասկանում ենք, որ պատասխանը այդքան էլ ճիշտ չի, փորձում ենք ուրիշ պատասխաններ գտնել։ Չէ, ես չեմ կարծում, որ մենք դարձել ենք լարովի տիկնիկներ, ավելի շուտ կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իցնե ունի մի շատ կարևոր հատկություն, ընտրության իրավունք, եւ ինքն է ընտրում, լինի խամաճիկ, թե լինի ինքնուրույն անհատ, թե տիկնիկավար, պարտադիր չի տիկնիկավար կամ տիկնիկ, համար մարդը առաջին հերթին նա է, ով ամեն ինչի հանդեպ ունի ինքնուրույն մոտեցում։ Մարդիկ չեն կրկնվում։ Հրանտ Մաթևոսյանն էր ասում, մենք բոլորս անկրկնելի ենք, բայց դուք այնպեսի իդեալական մարդու պատկեր հիմա օրվա գծեցիք, արդյոք մենք բոլորս այդ մտածող, զգացող, հասկացող ու ավելին եզրակացությունների ունակ մարդիկ ենք, թե մենք շատ հաճախ տրվում ենք իրադարձությունների ընթացքին, պես մեր կյանքը մատնում ենք ինքնահոսի, ասում ենք դե մեզնից կախված չի։ Ինչ էլ լինի, այդպես պիտի լիներ։ Վերջին հաշվով դե սա Աստծո կամքն էր։ Այդ ընտրության իրավունքի իրացումը որքանով է այսօր բնորոշ միջին վիճակագրական հային, ինքը հասկանում է, որ ինքն է ընտրում իր երկրի ճակատագիրը։ Եթե նույնիսկ այդպես չի, դա ես չի ասի, որ դա իդեալական է, դա նորմալ ճանապարհ է անցնելու։ Նայեք, ես երկար տարիներ աշխատում եմ մանկական թատրոնում եւ երեխաները անկրկնելի են։ Ինչու են իրենք անկրկնելի, որտեղ իրենք անկեղծ են։ Անմիջական են եւ իրենք տարբերվում են իրարից։ Մարդը տարիքից սկսում է փչանալ, հարմարվել, ինքն իր մտածողությունը դնել որոշակի շրջանակների մեջ, որովհետև պատասխանատվությունից խուսափելը նաև հարմար է։ Այդ ձեր ասածն է, ես մեղք չունեմ, բոլորն են այդպեսին, կամ մեզ ղեկավարում են վերին ուժերը, այդպես է կանխատեսված, բոլորիս համար ոչ։ Ֆատալիզմ։ Այո։ Ես հավատացյալ մարդ չեմ, ես ագնոստիկ եմ, բայց կարծում եմ, որ եթե կա Աստված մեզ ստեղծել է ազատ, որպեսզի մենք ինքներս տնօրինենք մեր ճակատագիրը, որովհետև ազատությունը դա առաջին հերթին պատասխանատվությունն է, առաջին հերթին քո ճակատագիրի համար, հետո քո ընտանիքի, քո շրջապատի, քո ժողովրդի, քո երկրի, այդ պատասխանատվությունը մեծագույն ազատությունն է իրականում։ Եվ երբ դու զգում ես այդ ազատության, եթե կարելի այսպես ասել, կայֆը, դու վերցնում ես այդ պատասխանատվությունը քո վրա, հասկանալով, որ ուրիշի հայացքները, ուրիշի վարվելաձևը երբեք չեն կարող լինել քո համար ինչ-որ պահպանիչ շերտ։ Չէ, դու ես։ Եթե 4 կողմը գողանում են մի գողացի,
Եթե ստում են մի ստի, դու պատասխան ես տալիս միայն ու միայն քո համար։ Եվ երբ դու հասկանում ես, որ դու կատարյալ չես եւ ունես երկար ճանապարհ անցնելու, դու շատ քիչ ես զբաղվում ուրիշներով արդեն։ Ես նկատում եմ ուրիշների բարոյականությամբ։ Մենք յուրաքանչյուրս շատ մեծ աշխատանք ունենք կատարելու ինքներս մեր վրա։ Ես բերեցի օրինակ երեխաներին, նայեք ինչ մի հետաքրքիր բան է կատարվում, հա։ Մենք հաճախակի ասում ենք, ինչ հետաքրքիր է մեծահասակները ծերեր ավելի շուտ։ Շատ լավ լեզու են գտնում երեխաների հետ, թորնիկների հետ։ Բայց ոչ իրենց զավակների։ Այո, իսկ ինչու է դա կատարվում։ Ես կարծում եմ, որտեվ մարդը իր կյանքի ընթացքում իմաստանում է եւ հասկանում է, որ այդ վիճակը երեխայի անկեղծ անմիջական ամենաճիշտ վիճակն է։ Մենք ունենք ավելի մեծ փորձ, ավելի մեծ գիտելիքներ, բայց հանգիստ շփվում ենք մարդկանց հետ, ովքեր անկեղծ են։ Եվ շատ դժվար ենք շփվում մարդկանց հետ, երբ տեսնում ենք, որ խոսում է ոչ թե նա, այլ խոսում է ինչ որ մի շրջանակ։ Կաղապարված մտածողության դրսևորում է։ Վերջ-վերջո, երբ մենք խոսում ենք ազատ երկրի մասին, որն կարծես թե բոլորն են ձգտում, հա, ազատ երկիրը դա абստրակտ հասկացողություն չի, դա ազատ մարդկանց երկիրն է։ Այստեղ ակամա թերևս պետք է ձեզ առարկեմ, ասեմ ինչու։ Որովհետև տեսեք, սոցիոլոգիական հարցումներին բացարձակապես չեմ ապավինի։ Բացարձակապես, որտեղ ես այդ հարցումներին անկեղծ ասած չեմ հավատում։ Ամենայն դեպս ակնհայտ է հասարակության երկփեղկումը։ Եվ որքան էլ ես խոստացա, որ քաղաքականության մասին չեմ խոսի, քաղաքականությունից թերևս ոչ միտեղ չես փախչի։ Տեսեք, մենք գնում ենք 2026 ընտրությունների եւ այսօր ունենք գերազանցապես մասնատված երկիր։ Ամենայն դեպս փոքրամասնություն են այսօր, հրաշալի է, որ փոքրամասնություն են, բայց մեր մեջ կան դեռ մարդիկ, որոնք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության անկախությունը, ձեր ասած, ձեր բնորոշած ազատությունը պատկերացնում են ինչ որ մի երկրից, ինչ որ մի երկրի կազմում կախյալության մեջ։ Բա ուր մնաց մեր պատմական անցյալը, ուր մնացին մեր պատմական անցյալի դասերը եւ ոչ այնքան պատմական, այլ վերջին տարիների, մեր վերջին տասնամյակի դասերը։ Այդ պարագայում ո՞նց է ստացվում, որ Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական հայերը, Հայաստանի Հանրապետության բնակչությունը բաժանվում է երկու մասի, որոնց թերևս եթե փորձեմ կարճ բնորոշել, անկախականներ ու գուբերնիստներ։ Այդ գուբերնիստների գոյության ֆենոմենը ես որևէ կերպ ինձ համար, ոչ թե հրապարակային խոսքի մակարդակում, ինքս ինձ համար չեմ կարողանում ոչ հասկանալ, ոչ բացատրել, ոչ էլ արդարացնել։ Մարդ Աստծո, եթե դու տեսնում ես քո երկրին, այդ ինչ սպառնալիքներ են, ինչ վտանգներ են կանխատեսում այդ ճանապարհով, եթե հիմա քեզ գալիս են, այդ երկրից գալիս են տարբեր միլիարդատերեր ու քեզ խաբում են, ինչու ես քեզ թույլ տալիս խաբվելու, մոլորվելու հաճույքը, կայֆը։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ դեր ասացի մեջ կա նաև պատասխան որոշակի ձևով։ Դուք շատ ճիշտ բաժանեցիք, հա, գուբերնիստների եւ անկախականների։ Ես չեմ փորձում արդարացնել, ես փորձում եմ հասկանալ, թե դա որտեղից է գալիս այդ մտածողությունը։ Եվ կարծես թե ինքս իմ համար հասկացել եմ, միգուցե սխալվում եմ, որտեվ երբ մենք կոնկրետ թիրախ ենք ընտրում կոնկրետ մարդուն, այլ ոչ թե մտածողությունը, եթե նույնիսկ այդ մարդը վերանում է, իսկ մտածողությունը մնում է, ինչ որ մեկը գալիս է եւ զբաղեցնում է այդ տեղը։ Որտեղից է գալիս այդ մտածողությունը։ Գիտեք, կարծում եմ որոշակի մարդկանց համար մեր անկախ պետությունը դա ժամանակավոր ուրախություն է։ Փորձեմ բացատրել ինչ նկատի ունեմ։ Առավել եւս, որ նրանք հիմնվում են որոշակի պատմական իրադարձությունների վրա։
Ինչ է նշանակում ժամանակավոր ուրախություն։ Նշանակում է, որ այն կայսրությունը, որի մեջ մենք եղել ենք երկար ժամանակ, մի օր վերադառնալու է։ Եվ այստեղ վերջանալու է այդ ժամանակավոր։ Ոչինչ, որ բոլոր կայսրությունները վերանում են։ Այդ մենք ենք ասում։ Իրենք ուրիշ ձև են դրան վերաբերում, առավել ևս, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում, վերջի տարիներին, կարծես թե հաստատում են իրենց խոսքերը, որ կայսրությունը փորձում է վերադառնալ։ Մի երկրի հանդեպ ուրեմն պատերազմով, ուրիշ երկրի հանդեպ ուրեմն խառնվելով իր ներքին գործերի մեջ, տարբեր։ Բոլոր երկրների հանդեպ հիբրիդային պատերազմով։ Այո, դա կա։ Կա որոշակի զանգված, որի համար հայրենիքը, եւ դա ասվել է ժամանակին, նույնիսկ Ղարաբաղյան շարժման, այսպես ասած, գաղափարախոսներից մեկի կողմից, սա ոչ թե այս Հայաստանն է, այլ Բալթյան ծովից մինչև Խաղաղ օվկիանոս երկիրը։ Դա է հայրենիքը մեծ։ Մենք այստեղ պարզապես փոքր տեղ ենք, եւ այստեղ կապ չունի արդեն դու որտեղից։ Միևնույն է քո համար հայրենիքը դա է։ Վերադառնալու է եւ առաջի հանրապետության փորձը որպես հաստատում իրենց կարծիքի դա է, վերադառնալու է, որտեվ ազատվեցին, ասենք թե Մերձբալթյան հանրապետությունները հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, Արևելյան Եվրոպայի երկրները, մեր ուրեմն Անդրկովկասը եւ այլն, բայց տեսեք Ռուսաստանը եկավ բոլշևիկյան անվան տակ, սովետական անվան տակ Կապ չունի։ Նույն կայսրությունն է եւ ուրեմն էլի վերցրեց այս ամեն ինչը։ Ամենակարևորը ինչ կկարողանաս փախցնել այս ժամանակահատվածում։ Եվ այստեղ կարևոր չի։ Սա կմնա թե նա կմնա, միևնույն է, սա դառնալու է էլի նույն երկիր։ Ես կարծում եմ նաեւ կա մեկ ուրիշ կարևոր հանգամանք, որը գալիս լրացնելու դա, որ մենք հայերս չենք կարող անկախ ապրել։ Մենք անպայման պետք է ինչ որ մեկի հովանու ներքո լինենք։ Իսկ քանի որ մեր տարածաշրջանում երկընտրանքը Ռուսաստանն է եւ Թուրքիան է, ավելի լավ չի Ռուսաստանի տակ մտնենք, քան Թուրքիայի։ Սա ամենացավալի մոտեցումն է, որտեղ նա զրկում է քո ժողովրդին ինքնուրույն մտածել սեփական ճակատագիրը որոշելու ուրեմն ցանկությունից նույնիսկ, ես չեմ ասում արդեն մնացածի մասին։ Եթե մենք կարողանանք փոխել այդ մտածողությունը, որ ոչ, մենք կարող ենք ինքնուրույն ապրել, իսկ ինքնուրույն ապրել դա նշանակում է բոլոր հարևանների եւ ոչ միայն հարևան երկրների հետ, ուրիշ երկրների հետ կարգավորել քո հարաբերությունները, ելնելով սեփական շահերից, չթշնամանալով ոչ մեկի հետ, բայց պաշտպանելով քո արժանապատվությունը, որտեղ երկրները իրականում մարդկանց նման են, Եթե դու ուզում ես որպես անհատ ապրել, այլ ոչ թե որպես ստրուկ, դու մտածում ես ինչպես կարգավորել քո հարաբերությունները քո շրջապատի հետ։ Եվ ինչքան թշնամական այդ հարաբերությունները դու դասավորես, այդքան ավելի դժվար կլինի քո կյանքը։ Իսկ եթե դու հոյակապ հասկանալով յուրաքանչյուրի, ասենք ասեմ, մոտեցումները, բայց առաջնահերթը փայելով քո ցանկությունը եւ քո ամենակարևոր ապրելու հատկությունը, քո մոտեցումը, քո ճշմարտությունը, դու կարողանաս դա անել։ Սա կարծում եմ առաջին հերթին մտածողության հարց է։ Ես չեմ ուզում մեղադրականով հանդես գալ, որտեղ հասկանում եմ, որ մոտ 1000-ամյա փորձը Մեզ ժամանակ է պետք է այդ մտայնությունից դարբազատվելու համար։ Ես կարծում եմ, որ 21-րդ դարում ժամանակը շատ արագ է գնում։ Խտացված ժամանակում Շատ, եւ այն ինչ որ առաջներում գուցե պահանջվում էր տասնյակ տարիներ, գուցե հարյուրամյակներ, հիմա կարելի է շատ արագ այդ հարցերին հասնել։ Կարևորը որ դու այդ ճանապարհով գնաս, որտեղ ճանապարհը կհաղթահարի նա, ով գնում է այդ ճանապարհով, այլ ոչ թե նա, ով կանգնած ասում է դե հիմա եկեք ասֆալտեք այս ճանապարհը,
ծառեր տնկեք Կանաչապատեք, եւ լուսավորեք։ նոր ես շարժվեմ տեղից։ Առավել եւս երբ որ դու մշտապես ետ ես նայում։ Վերջը, եթե Աստված ցանկանար, որ մենք ետ նայենք, մեր աչքերը կտեղադրեր այստեղ, ոչ թե այստեղ նրա համար, այստեղ ականջներն են, որ դու լսես 4 կողմից չէ կատարվում, իսկ այստեղ աչքերն են, որ դու գնաս միշտ առաջ ու նայես առաջ։ Գիտեք, հրաշալի միտք տվեցիք։ Ես այն նաև կարծում եմ, որ այս տրամադրությունների խորացմանը նաև նպաստել է 2020-ը, որովհետև ոնց ուզում եք վերցրեք, մենք մեր պարտության սինդրոմի տակից դեռ դուրս չենք եկել։ Մենք այնուամենայնիվ չենք կարողանում հաղթահարել մեր կորուստների ցավը։ Մենք չենք կարողանում հաղթահարել ոչ միայն մարդկային կորուստները, այլև հայրենիքի կորուստի ցավը, բայց նաև չենք հասկանում, որ ցավը հաղթահարելու միջոցը կյանքն է, առաջ գնալն է, ոչ թե անցյալում խրվել մնալը, այդ ցավի մակարդակում խրվել մնալը, անverջ ողբալը, այ հենց հանուն այդ զոհվածների, հանուն նրանց հիշատակի մենք հիմա պիտի առաջ գնանք։ Ես կարծում եմ, որ գիտեք, կա չէ արտահայտություն, որ ընկածին չեն խփում։ Շուտ տարածված արտահայտություն։ Ես ինձ թույլ կտամ հակառակը ասել։ Գուցե ընկածին այնուամենայնիվ պիտի խփես, բայց խփես այնպես, որ վեր կենա, ոչ թե տապալես գետնին, հակառակը, տակից այսպես բարձրացնես։ Այն մենք կարծում եմ հիմա այդ բարձրանալու գործընթացի մեջ պիտի մեզ տեսնենք, ու մենք այդտեղ պիտի մեզ համար իրապես դաշնակիցներ ունենանք, որովհետև այն Աբովյանի Օրհնվի են Սահաթից, իրեւ չգիտես ինչի այդ նախադասությունը միշտ ասում են Օրհնվի են Սահաթը, երբ ռսի օրհնած ոտը մտավ մեր երկիրը։ Ու թողնում են կիսատ, որտեվ Աբովյանը իրականում շարունակել է ու հալածեց մեր երկրից Ղզլբաշի չար շունչը։ Այդ չեն ասում։ Բայց եթե այդ ամբողջական ասենք, երևի շատ ավելի, այսպես Աբովյանի ասածը, կառուցիկ շատ ավելի բովանդակային կլինի։ Ես էս շեղվեցի իհարկե։ Չէ, կարծում եմ լավ բան ասացիք, առավել եւ ընկածի մասին։ Նախ ընկածին պետք է ասել կանգնի։ Վերկաց։ Դու կարող ես։ Իհարկե։ Սա մեկ։ Երկրորդը հաղթահարել, շատ լավ բառ օգտագործեցիք։ Հաղթանակը ընդհանրապես մի բան է, որը բնորոշ է յուրաքանչյուր մարդուն։ Մենք ուզում ենք հաղթահարել առաջերտին ինքներս մեզ, Մենք ուզում ենք, որ մեզ արժևորեն, մեզ գնահատեն, մեզ սիրեն վերջին մեր կարիերայում մենք ուզում ենք հաղթանակներ ունենանք եւ այլն բան։ Ես կարծում եմ, որ կա մի քիչ սխալ ընկալում, թե ինչ է հաղթանակը։ Մենք հաղթանակը ընկալում ենք զուտ ռազմական տեսակետից։ Բայց ես բերեմ մի երկու օրինակ, այս շատ եմ սիրում այդ օրինակները բերել։ Առաջին համաշխարհային պատերազմ։ Գերմանիան պարտվեց։ Գերմանիայում սկսեցին բարձրանալ ռևանշիստական տրամադրություններ եւ սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմ։ Գերմանիան փորձեց վերականգնել իր ռենոմեն, կորցրածը։ Ավելի խայտառակ պարտություն երկրորդ համաշխարհային։ Ինչպես պատասխանեց գերմանացի ժողովուրդը այդ երկրորդ պարտությանը։ Նա որոշեց հաղթանակ կրել, տանել ուրիշ ասպարեզում, սարգանալ։ Եվ այսօր մենք տեսնում ենք օրինակ, որ երկրորդ համաշխարհային պատերազմում պարտություն կրած Գերմանիան, պարտություն կրած Ճապոնիան, պարտություն կրած Իտալիան ամենաառաջադեմ երկրներն են, իսկ հաղթանակած սովետական միությունը չկա։ Դուրս եկեք Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից կհայտնվեք 19-րդ դարի Ռուսաստանում։ Ուրեմն Հիմա հաղթանակած երկիր է հիմա Ռուսաստանը։ հիմա ով է հաղթանակած։ Ինչպես ես դու որոշում, որտեվ եթե մենք հաղթանակը ընկալում ենք զուտ ռազմական տեսակետից, մենք ի սկզբանե մեզ դատապարտում ենք պարտության։ Մեր մի կողմից Թուրքիան է 60 միլիոնանոց, կարծեմ, մյուս կողմից 10 միլիոնանոց։ 70։ 10 եւ ասում են, այսքան մեծ են, այսքան բան են, Կգան մեզ կուտեն։ կգան կուտեն, իսկ գուցե հաղթանակ ուրիշ տեղ մանգաս։ Գուցե չէ որ երբ մենք խոսում ենք ասենց ասեմ եվրոպական, վեկտորի մասին,
Խոսքը չի գրում պարզապես, որ արևմուտք ավելի հաճելի է, քան արևելքը։ Խոսքը գնում է նրա մասին, որ դու փորձում ես քեզ տեղադրել առաջադեմ համակարգի մեջ, մրցունակ համակարգի մեջ, Զարգացող զարգացող կարևորը համակարգի զարգացող մեջ։ Սա շատ կարևոր է, որտեղ ես դու քո երկրի ապագան տեսնում ես եւ մարդկան ժողովրդի, որ ապրում է այդ երկրում յոլա գնալու մեջ մի կերպ, թե դու տեսնում ես, դու կարող ես արժանի նման շփվել բոլորի հետ եւ դառնալ այդ մեծ եւ առաջադեմ ընտանիքի մի կարևոր մասը։ Մենք ոչ մեկից ոչ մի բանով վատը չենք։ Մենք պարզապես ինքներս պետք է հավատանք մեր ուժերին, մեր ինտելեկտուալ ուժերին, մեր տաղանդին, մեր աշխատասիրությանը։ Ես նկատել եմ շատ մի հետաքրքիր բան։ Խաղաղության ժամանակ հայերը շատ արագ են զարգանում։ Շատ։ Ես կողքի երկրներին եմ նայում, ասենք, թե այդքան արագ չեն փորձում դուրս գալ վիճակից, նույն Վրաստանը, ասենք, թե մեզ միայն մի բան է պետք, մեզ պետք է հավատալ սեփական ուժերին, մեզ պետք է միշտ ման գալ որակ եւ տեղավորել մեզ որակյալ աշխարհում։ Մենք քանակով չենք կարող վերցնել, բայց որակով Որակով։ հաստատ կարող ենք։ Կենցաղային բաներից մենք բոլորս նախընտրում ենք եւ սա պետք է դառնա համազգային պահանջ որակյալին։ Լինի դա որակյալ սնունդ, որակյալ հագուստ, որակյալ աշխատանք, որակյալ աշխատավարձ, Որակյալ շփումներ, որակյալ շփումներ, որակյալ արվեստ, որակյալ մշակույթ։ Մենք կարող ենք զարգանալ միայն այն ժամանակ, երբ որ մենք մեզ տեղավորում ենք այս որակի դաշտում։ Եվ հաճախակի, երբ խոսում են, որ դե մեր ազգի ճակատագիրն է դա, ես էլի եմ բերում միշտ մի շատ պարզ հասարակ օրինակ։ Կորեա։ Մոտ 5000 տարվա պատմություն ունեցող ժողովուրդ, որը միայն վերջի 60 տարին է, որ տարանջատված է, հա։ Մեկը ընտրել է իր համար որակյալ մոդել, զարգացումը, այո, եւ նա հիմա առաջադեմ երկրներից մեկն է աշխարհում, մյուսը ուրիշ մոդել ընտրել, նույն ժողովուրդը։ Այս վերջի 60 տարին են, որ տարբեր են, խոտ են ուտում։ Միայն ատոմային ռումբով են կարողանում, այսպես ասած, թափահարել, բայց ժողովուրդը ահավոր վիճակում է ապրում։ Այս ոնց է լինում։ Ուրեմն ամենակարևորը թե ինչ մարդիկ մոդել, նույնիսկ հրամանագրերով են լացում կամ ծիծաղում։ այո, ուրեմն ամենակարևորը թե ինչ մոդել ես դու ընտրում։ Եվ որևէ բան ի վերուստ քո վրա դրված չի, որ դու պետք է միշտ լինես թրկական վիճակում։ Առավել եւս, գիտեք, կարծում եմ շատ կարևոր է եւ մարդու համար, եւ պետության համար զգալ ժամանակի զարկերակը եւ շարժվել ժամանակի հետ միասին, որտեղ հենց որ դու փորձում ես ժամանակը կանգնացնել, ժամանակը չի կանգնում, դու ես կանգնում, դու ես հետ մնում ժամանակից, ժամանակը գնում է առաջ, այն գնացքի նման։ Ժամանակը չի գալիս, ժամանակը գնում է։ Այո, ժամանակը միշտ գնում է առաջ, կամ դու հարմարվում ես ժամանակին, փորձում ես ուրեմն ճիշտ տեմպով շարժվել, կամ սկսում ես նոստալգիկ հուշերի մեջ ընկնել, այ նախկին ժամանակներում այսպես էր, երնեք մեր անցած օրերը, այս ինչ ծերունական աղոթքներ են։ Առաջ շարժվեք, միշտ նայեք առաջ եւ նայեք երիտասարդներին իրականում։ Մեղադրում են երիտասարդներին, բա այսքան դժբախտություն, այսքան ողբերգություն, այս մարդիկ շարունակում են ուրախանալ, պետք է շարունակեն ուրախանալ, պետք է շարունակեն երեխա բերել, ամուսնանալ, կյանքը շարունակում է, կյանքի իմաստը դա է, եւ ուզած փորձ կանգնացնել կյանքը ու հետ բերել նա, ընդ որում այն ինչ որ մենք տեսանք Ռուսաստանում, դա փորձ է ժամանակը կանգնացնել։ Սկսած ամբողջ այդ քարոզչա մեքենայով, հա, որը գնում է եւ հեռուստատեսությամբ, եւ արվեստի ասպարեզում, հին նախկին բաների վրա են փորձում։ Միայն ռուսական կինոն դեռ հաղթում են Հիտլերին։ Ես չգիտեմ արդեն քանի հազար ֆիլմ են նկարել, որտեղ անverջ հաղթում են Հիտլերին։ Լավ, ինչու է Ռուսաստանում կյանքը կանգ առել 45 թվականի վրա։ Որովհետեւ ուրիշ հաղթանակ չկա։
Որտեւ իրականում չեն հաղթել։ Իրականում իհարկե չեն հաղթել։ Այս դրան։ Իրականում եկել է հետաքրքիր բան է։ Հիմա երբ որ այդ բոլոր պատմական հաստերը ելել են ջրի երես, դու հասկանում ես, որ հանդիպեցին երկու հանցագործ, հա, Հիտլերը ու Եվ Ստալինը, Ստալինը։ որոնք բաժանում էին աշխարհը իրար մեջ, որոնք բացարձակապես ազնիվ չէին իրար հետ, որոնք իրենց դաժանությամբ Իրար այդ չէին զիջում, համաճարակների համակենտրոնացման համակենտրոնացման ճամբարները։ ճամբարներով դա սկզբից սովետական միությունում ստեղծվեց եւ այլն եւ այլն։ Եվ եթե անկեղծ խոսենք, Նյուրնբերգյան process-ը պետք է վերաբերեր երկու կողմեր։ Գուցե երկրորդ Նյուրնբերգյան գործընթացը։ Բայց ամեն ինչ արվեց, որպեսզի ամբողջ մեղքը գցվի միայն մեր երկրի վրա, չնայած երկու հանցագործ էին բացել այդ Ինչով եք պատերազմը։ բացատրում, որ հիմա Ռուսաստանում դե ֆակտո Ստալինի անձի պանծացում է գնում։ Արդյոք այդ չի շարունակվում նույն այդ մտայնությունը, ֆաշիստական մտայնությունը։ Թե սեփական ժողովրդի նկատմամբ, սեփական ժողովրդի նկատմամբ, զոմբիացման։ Այդպես անձամբ իմ համար շատ ցավալի հարց է։ Ինձ համար եւս։ Ես ասեմ անկեղծ, որտեվ ես շատ եմ սիրում ռուս մշակույթը։ Ֆենոմենալ մշակույթ ունեն։ Ես ինքս Միայն արծաթի դարը, ռուսական պոեզիայի արծաթի դարը պարեղ է։ Ես ինքս իմ առաջին մասնագիտությունով գրականագետ եմ եւ իմ դիսերտացիայի թեման եղել է Լև Տոլստոյը։ Ես սիրում եմ ռուսական երաժշտությունը, նավսական կերպարվեստը, գրականությունը, թատրոնը, հզոր թատրոնը։ Եվ այս ամեն ինչ որ կատարվում է Ռուսաստանում, այսօր մեծագույն հարված է առաջին հերթին Ռուսաստանում։ Այսօրվա Ռուսաստանում տագանքը կլիներ։ Այսօրվա Ռուսաստանում լավագույն ռեժիսորները գնացել են Ռուսաստանից։ Նաև լավագույն Լավագույն թերևս գրողները, դերասանները։ Նրանք դերասանները բոլորը այսօր ինոագենտներ են։ զարմանալու են կրկնվում է այն պատմությունը, որը կատարվեց հոկտեմբերյան հեղափոխությունից հետո։ Կտրել, անջատել սեփական երկրից երկրի ինտելեկտը եւ տաղանդը։ Ամենաաշխատասեր զանգվածը։ Եվ իհարկե, եթե դու անում ես դա, դու պետք է ընտրես նաև համապատասխան սիմվոլներ։ Եվ սիմվոլը Ստալինն է։ Ստալին, կուրքեր։ Մեզ տեր է պետք, նույն ընկալումը կա Պուտինի հանդեպ, հա, նա մեր տերն է։ Ծար։ Մեզ տեր է պետք, ում է պետք տերը։ Տերը պետք է Ստրուկին։ Եթե դու ասում ես, որ մեզ տեր է պետք, իմիջիալոց մեր մոդել Հայաստանում շատ հաճախակի այդ բառակապակցությունը օգտագործվում է։ Մեկը գար տեր կանգներ մեր երկրին, ասում ենք մենք։ Մեկը գար, որ սիրել է ժողովուրդ։ Այս ինչ էրոտիկ հարցեր են սիրել ժողովուրդ, չսիրել։ Ինձ պետք չի տեր, բացարձակապես։ Ինձ պետք են հնարավորություններ եւ պայմաններ, որպեսզի ես ինքս լինեմ իմ ճակատագրի տերը։ Իմ մասնագիտության տերը, իմ ընտանիքի տերը, իմ երկրի տերը, իմ ժողովրդի տերը։ Ես ինքս եմ ուզում դա լինել, որտեվ տեր լինելը մեծագույն պատասխանատվություն է եւ դա չի նշանակում զրկել ուրիշին տիրոջ զգացողությունից։ Տիրոջ զգացողությունը այսօր ինչ պիտի թելադրի միջին վիճակագրական հային իր առաջիկա անելիքների մեջ, որովհետև տեսեք, տասնյակ կուսակցություններ կան, որոնք, չգիտես, ամբողջ ընթացքում լեթարգիական քնի մեջ են, բայց ընտրություններից առաջ հանկարծ արթնանում են կամ ռեբրենդինգի են գնում հայտնի անհայտ ուժեր, կնիքներ, վաճառք, այս կողմ են կողմ այդ քաղաքական քրեական քրոնիկոն է դառնում նաև կուսակցությունների գրանցման գործընթացը։ Այդ ամբողջ խառնիճաղանջի մեջ սովորաբար ասում են, որ ընտրություններում կարևորը ընտրվողներն են։ Բայց ես հակառակ կարծիքին եմ, ես կարծում եմ, որ ընտրություններում կարևորը ընտրողներն են։ Այսօր ընտրողին ինչ պիտի ասվի, որպեսզի ընտրողը ճիշտ կողմնորոշվի, ճիշտ հասկանա, որպեսզի ընտրողը գնա ոչ թե անձի հետևից, այլ գաղափարի հետևից, նպատակի հետևից, ծրագրի հետևից, այն ծրագրի, որը իր երկրին զարգացում է բերում։
Տեսեք, սովորաբար ասում են ընտրությունը պետք է կատարվի խղճով, ես չգիտեմ, մտքով, էսով, այնով։ Ցավալիորեն այն իրավիճակն է ստեղծվել, որ մենք ընտրությունների գնում ենք սովորաբար գերազանցապես գրպանով։ Եվ այդ գրպանը, ոմանց համար նշանակում է, այո, ընտրակաշարք, որը արտահայտվում է տարբեր դրսևորումներով, ոմանց պաշտոն, ոմանց աշխատանք, ոմանց ինչու ոչ նաև գումար, բայց խոշոր հաշվով մարդը մտածում է, իսկ ես այս ընտրություններից հետո ումից ինչ կստանամ, եւ դա շատ ճիշտ է, որտեվ այո, մարդը պետք է մտածի իր ճակատագրի, իր ապագայի, իր կենսապայմանների բարելավման մասին։ Ու նախապատվությունը պետք է տա, ասենք, այն կուսակցությանը, ում ծրագրում ոչ թե պոպուլիստական հայտարարություններ են, կաթի արտադրությունով գյուղատնտեսություն զարգացնենք, չգիտեմ ինչ անենք, այլ ռեալ մեխանիզմներ են, ռեալ զարգացումներ են, այսօրվա տեխնոլոգիաների հանգույն։ Օրինակ մտածել եք Եվրոպայում ինչու ընտրություններ չեն կեղծվում, որտեղ եվրոպացու կենսամակարդակը այնքան բարձր է, եվրոպացին ազատ ընտրության հնարավորություն ունի։ Մենք ունենք այդ եվրոպական ազատ ընտրություններին հասնելու շանս արդեն 2026-ին։ Մենք ունենք այդ մակարդակը, մտածողության այդ մակարդակը, այդ որակը զգացողության։ Մենք վերջին հաշվով պիտի հասկանանք, որ այո, այսքան կորուստների դուռը փակելու միակ ճանապարհը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է, որ այստեղ սակարկելու, մտածելու, հետո առաջ անելու, անցյալ քրքրելու, ներկայում չգիտեմ ինչերով զբաղվելու, այս պոպուլիստական մղումներից ձեռբազատվելու անհրաժեշտությունը չի թելադրելու մարդուն գնալ ու ճիշտ ընտրություն անել։ Այն ճիշտ ընտրությունը, որ մեզ համար հնարավորություն այսօր տալիս է, չգիտեմ, գուցե հիմա ոմանք իմ այս կարճ ելույթը համար են քարոզչություն, բայց այդ հնարավորությունը դե ֆակտո ամբողջ տարածաշրջանին, ոչ միայն Հայաստանին, տալիս է այո Արևմուտքը, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները, նույն Եվրամիությունը, հաշվի առնելով թե տրիպը, թե Եվրամիության հետ վերջերս կնքված նոր համաձայնագիրը, այստեղ է մեր զարգացումը, այստեղ են մեր շանսերը։ Մինչդեռ այս կողմում մի երկիր է, որը անverջ որքան երկար մնա տարածաշրջանում, այնքան տարածաշրջանում չի լինելու խաղաղություն, անverջ լինելու է պատերազմ, որը համենայն դեպս 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո բանաձև դրեց ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, բանաձև դրեց ստատուս քվոն, որի հետևանքով մենք կորցրեցինք Արցախը։ Մենք հավասարակշռելու հնարավորություն ունենք այս ամեն ինչը, վերջին հաշվով ինչին ենք դուրք տալու, զարգացմանը, ռեալ զարգացմանը, իրական գետնի վրա, ռեալ պոլիտիկով զարգացմանը, թե էլի այս տարտղնված ձեր սկզբում նշած պատճառներով տիրոջ որոնումներին։ Շնորհակալություն։ Անել ջան, կարծեմ դուք մի քանի անգամ օգտագործեցիք շատ ճիշտ բառ մտածել։ Նախ դա ոչ մեկին չի խանգարում երբերից այդ ունակությունը մտածելու։ Պետք է մտածել։ Սա մեկ ընտրություն կատարելուց առաջ։ Երկրորդը կարծում եմ շատ կարևոր որն է հիմքը մեր ընտրության։ Ամեն ինչ տեղավորվում է արժեքային համակարգում։ Մարդն է արժեք, թե ուրիշ բան։ Երբ մարդը արժեք չէ, դու կորցնում ես ոչ միայն մարդուն, այլ կորցնում ես ամեն ինչ։ Եթե քո համար մարդը մեծագույն արժեք է, դու արդեն սկսում ես մտածել ինչպես պահպանել այդ մարդու կյանքը, եւ այդ ժամանակ դու նաև համապատասխան պայմաններ ես ստեղծում։ Սահմանների ամրապնդում, պետություն կառուցելու, այս ամեն ինչը հանուն ինչի է։ Տնտեսություն զարգացնել։ Այս ամեն ինչը հանուն մարդու է, չէ։ Ես անկեղծ ասած գուցե մի քիչ չափից շատ լավատես եմ, բայց կարծում եմ, որ այն մեծագույն ողբերգությունը, որը կատարվեց մեր հետ,
նա ունի նաև դրական որոշակի ազդեցություն։ Ընդհանրապես ողբերգությունները դարձնում են մարդկանց ավելի իմաստուն։ Եվ ես կարծում եմ, որ այն, ինչ կատարվում է հիմա հանրության, ես չեմ կարող ասել մեծամասնության հետ, փոքրամասնության հետ, բայց այդ փորձը վերլուծել, դառնալ ավելի իմաստուն, գուցե այդքան շուտ չհավատալ տարբեր խոստումների, գուցե հասկանալ, որ այսօրվա վերցրած գումարը դա միայն այսօրվա համար վերցրած գումար է։ Առավել ևս մենք դրա օրինակը գիտենք։ Տեսել եք։ 17 թվականին կարծես թե տեղի ունեցան ընտրություններ, հա, մենք գիտենք թե ինչպես են իրենք տեղի ունեցել, հիմնականում իհարկե գումար բաժանելով, եւ 18 թվականին նրանք ովքեր գումար էին բաժանում զարմացան, բայց ոնց եղավ, որ մենք տենց ընտրվեցինք, իրենք իրենց պարզապես պատասխան չտվեցին, որ մարդիկ գումարը վերցրեցին 1 օրվա համար, այլ ոչ թե 5 տարվա համար։ Ընտրությունների օրվա։ Ինտուրված Այո։ վերջ, վերցրեցի, քվեարկեցի, իմ պարտականությունները ավարտվել են։ Այ պետք է հասկանալ, որ երբ քեզ առաջարկում են գումար, քեզ առաջարկում են գումար ոչ թե 1 օրվա համար։ Քեզ առաջարկում են գումար ու քո ազատությունը խլելու են 5 տարով։ Քեզ զրկելու են ազատ քաղաքացի լինելով սեփական ճակատագիրը որոշել 5 տարով։ Դուք ասացիք, կարծում շատ կարևոր բան ընտրողի ընտրության կարևորության մասին։ Գիտեք, ես կարծում եմ, որ ազատ ու արդար ընտրությունները ոչ թե նրա համար են, որպեսզի ընտրվի լավ իշխանություն։ Ազատ եւ արդար ընտրությունները միայն մի բանի համար են, որպեսզի ընտրողը զգա իր պատասխանատվությունը ընտրված զանգվածի վերաբերյալ։ Դու ես ընտրել։ Դու պետք է այդ պատասխանատվությունը զգաս, որտեվ հաճախակի ինչ են ասում, դե ճնշեցին, այնտեղ տնորենը ճնշեց, ես չգիտեմ, հարևանս խնդրեց, եկան փող տվեցին եւ այլն եւ այլն եւ այլն, հա? Բայց դու քեզ զրկեցիր հնարավորությունից լինել քո երկրի տերը։ Այ եթե դու չես ուզում այդ հնարավորությունից քեզ զրկես, դու այդ ժամանակ չես վերցնի ոչ մի գումար, որտեվ դա նշանակում է միանգամից վաճառել քո ինքնությունը։ Այնպես որ կարծում եմ մեղադրել կարելի է միայն ու միայն ընտրողին, եթե մենք մեղադրում ենք։ Ինչի դիմաց ես դու տալիս։ Դու ես պատասխանատու ուզած իշխանության համար։ Ընտրվել է նա կաշառքով, ընտրվել է նա վախով, վախացնելով, հա, եւ այլն, միևնույն է դա դու ես արել, դու ես ապահովել, մի ապահովի դա։ Դուք բերեցիք օրինակ արևմտյան երկրների։ Ես միշտ կողմնակից եմ եղել, ասենց ասեմ, բանական էգոիզմի։ Մտածեք քո մասին, մտածեք քո ապագայի մասին, եւ իրենք մտածում են նրա մասին։ Իրենք նստում են, համեմատում են ծրագրերը, համեմատում են անցած կենսագրությունը, որը եւս շատ կարեւոր է, որտեվ ես կարող եմ վաղը դնել տեխնոլոգիությունս եւ խոստանալ շատ մեծ բարիքներ, բայց ունեմ ես արդյոք Մեխանիզմները ծրագրի իրականացման։ Ոչ մեխանիզմ ունեմ, ոչ նման կենսագրություն ունեմ, երեք եմ հայտնվել, այսօր փող եմ բաժանում, ասեմ, եկեք, ես ամեն ինչ կանեմ, որ լավ։ Ես միլիարդատեր եմ։ Հա, ես ամեն ինչ կանեմ, որ լավ լինի։ Նախ այդ լավը ո՞րն է։ Այդ լավը մեկի համար լավ է, մեկի համար լավ չի։ Հետո քո կենսագրությունով ինչով ես ապահովել, ինչով ես ապացուցել, որ դու կարող ես նման բան անել։ Էլի եմ ուզում անդրադառնամ ձեր խոսքերին, մտածել է պետք։ Առանց մտածելու զուտ էմոցիաներով շարժվելու կամ վարկյանական շահից լինելով որոշում կայացնել, դու երբեք չես կարողանա քեզ արժանապատիվ կյանք ապահովել։ Հետո դու կարող ես մեղադրել բոլորին։ Դու կարող ես վազել ընտրությունը, կատարել էմոցիոնալ ընտրություն, երկրորդ օրը սկսել բողոքել, թե այս ովքեր եկան, դա խոսք էին տվել, որ այս բանը կապիտալը կվերցնենք, բոլորիս մեջ հավասար կբաժանենք, հա, եւ այլն, ինչու դա չարվեց։ Մտածի մի քիչ։ Մտածելը ոչ մեկին չի խանգարում։ Եթե կարողանան։ Դե հիմա
էլի գուցե օգտագործեմ այդ բառը, բայց պետք է ասեմ, մտածելը կայֆ է։ Իրականում, երբ որ դու ինչ-որ բաների հասնում ես սեփական մտքի, սեփական ուղեղի աշխատանքի արդյունքում, դա շատ ավելի մեծ հաճույք է քեզ պատճառում, քան վերցնես արդեն պատրաստի մոդել եւ ասես, դե իրանք ասում են այդպես, ուրեմն այդպես է։ Շնորհակալ եմ, գիտեք, մեր խոսակցությունը կարող է անվերջ տևել, ու իսկապես ձեզ հետ խոսելը կայֆ է։ Միանշանակ։ Ու ուզում եմ նաև խնդրել, որ սա մեր առաջին, բայց երկրորդվող, երրորդվող, չորրորդվող հանդիպումը լինի։ Մեծ հաճույքով։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Ռուբեն Բաբայանի հետ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Պետական Տիկնիկային թատրոնի տնօրեն, Չէ, տնօրեն չեմ։ գեղարվեստական ղեկավար, Գեղարվեստական ղեկավարը չեմ։ Ես Ես հիմա ձեզ տնօրեն եմ նշանակել, տարբերակ չունեք։ Գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ խոսակցությունը իսկապես կարող էր անվերջ լինել, գիտեք։ Ես այնուամենայնիվ այս ամբողջ ընթացքում մի զգացողություն ունեի։ Մենք խոսում էինք այն մասին, թե ինչպես կենսատարածքը, ինչպես Հրանտ Մաթևոսյանն էր ասում, պետք է դարձնել, հնարավոր է դարձնել հայրենիք։ Եվ դա հենց հենման կետի նպատակն է։ Խնդրում եմ լայքել, տարածել, որքան հնարավոր է շատ, որովհետև սա իրականում ձեր հենման կետն է, եւ ձեր հենման կետում այն մարդիկ են, որոնք օգնում են, որ պետությունը, երկիրը, ժամանակը դառնան մերը ու դառնան հաղթական։